Давай. Պատվաստը դրեցինք սրեշ լենթով կապում ենք, աշխատում ենք շատ ջիք կապենք։ Պատվաստի համար նախատեսված սրեշ լենթը մի տակ ես անում, կոտրվում է, կտրվում է։ Ցանկալի անել 2 կամ 3 տակով։ Ես ընդհանրապես անում եմ բժշկական ձեռնոցներով, թաթերի մասը կտրում եմ, ամեն թաթից մի հատ պատվաստի մատերիալ է դուրս գալի։ Ջիք կապում եմ, 6-7 ամիս չի քայքայվում։ Եթե զգում եք արդեն քայքայվում է, կարող եք մի հատ թուղթ դնեք վրան կամ թղթով փաթաթեք, որ մինչև պատվաստի կպելը հանկարծ չփոկվի, քամին բան չանի իրեն։ Պատվաստը դնելուց հետո դրել ենք, ընդունենք մարտի 15-ին, մինչև մարտի վերջ արդեն երևալու է, բողբոջը բացվել թե չի բացվել, ընդունենք չի բացվել։ Մենք ունեինք զապաս տեղ, այս երկրորդ աշկը, որ կտրել ենք, հեռացել էինք։ Հիմա հաջորդը մենք դնում ենք երկրորդ աշկից վերև, ընդունենք, այս մասից կարելի է դնել կամ ստեղից կարելի է դնել, բայց տագի աշկին ձեռ չենք տալի, պահպանում ենք, կարող է մեզ հետո պետք գա։ Երկրորդ անգամ դնում ենք ապրիլի 3-րդ տասնօրյակին, կախված շրջանի դիրքից, հողի ջերմաստիճանից, եղանակից։ Նույն ձևով էլի կտրոնը արդեն մենք խալաձենիկում պահած ենք ունենում։ Պլյուս ներքևում, մրգերի բաժնում, պլյուս 2-3 մինչև 4 աստիճան ջերմության պայմաններով առողջ մնում է։ Հիմա երկրորդ անգամ կտրում դնում ենք այստեղից, այս հատվածից։ Ընդունենք սա էլ չկպավ։ Երրորդ անգամ էլի հնարավորություն ունենք, սա էլ 15 օր հետո երևալու է։ Դες դրել ենք ապրիլի, ընդունենք 24-ին, մինչև նայից 15 օր հետո անում է մայիսի 10-ը։ Մայիսի 10-ին չի կպել, այս տագի աշկը մենք թողել էինք, որ մնաց զապաս երրորդ անգամ պատվաստնելու համար։ Տագի աշկից արդեն մայիսի 20-ից հետո ճյուղը բավականին այս հասունության արդեն լինելու է կանաչ ճյուղը։ Նույնիսկ չոր ճյուղը դնում ենք կանաչի վրա։ Լավ էֆեկտ է ստանում, որ կանաչի վրա չորն ենք դնում։ Եթե հնարավորություն չունեք, կարող եք կանաչի վրա, կանաչ ճյուղի վրա դնել էլի չոր ճյուղը։ 3-ից 1-ը պարտների կարգով կպնելու է։ Այս տիպի հզոր ցանկված եք ունենալու։ Այս ամբողջը դրել եմ անցյալ տարի ապրիլի 24-ին։ Привет.